Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, խոսքս այս անգամ ուղղում եմ Ամերիկայի մեր հարգելի հայ համայնքին։ Վաղը ընթերցեմ, որովհետև օտարալեզու է, 110 համար CT PKWY CTE 400 Vegas համար 8906 Las Vegas Immigration Court դատարանում տեղի ունենալու Վարդան Ղուկասյանի հետ կապված դատավարություն։ Ես խնդրում եմ աջակցենք Վարդան Ղուկասյանին։ Դե մենք այստեղից ֆիզիկապես չենք կարող աջակցել, բայց դուք այդտեղ կարող եք հավաքվելով դատարանի առաջ աջակցել։ Գիտեք, ես Վարդան Ղուկասյանին անձամբ չեմ ճանաչում, մենք երբևէ չենք շփվել, բայց ես գտնում եմ, որ նրա գործունեությունը հայրենանվեր է։ Անկեղծ ասեմ, շատ անգամներ մեր մասնավոր քննարկումների ընթացքում, զրույցների ընթացքում ես քննադատել եմ իրեն առանձին անձանց վերաբերյալ իր կարծիքի, ընտանիքի անդամներին վիրավորելու հայհոյանքների համար։ Բայց բոլոր դեպքերում ընդունենք այն ճշմարտությունը, որ իր գործունեությունը հայրենանվեր է։ Կարող է առանձին անձանց համար ցանկալի չէ։ Բնական է, ցանկալի չի ընտանիքի անդամի վերաբերյալ հայհոյանք լսելը։ Կրկնում եմ, ես բազմաթիվ առիթներով, որ առիթը ինքն էլ կխոստովանի, ես քննադատել եմ իրեն։ Բայց այնուամենայնիվ միակ մարդն է, որ այսօր անկաշկանդ քննադատում է այս իշխանություններին եւ չունենալով Հայաստանում որևէ կենսական շահ քննադատում է եւ ճիշտ է անում։ Այսօր խոսակցություններ են շրջանառում, թե նրան հետապնդելու գործում խառն են նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, անկեղծ ասած ես չեմ հավատում։ Այստեղ խառն է մի հոգի, ում սպառնում է Վարդան Ղուկասյանը։ Այդ մի հոգու անունը ինչքան էլ զզվում եմ տալ, բայց Նիկոլ Փաշինյանն է։ Եվ իր չկայացած դեսպան կոչեցյալի միջոցով անուն ազգանունն էլ մոռացա, այնքան որ չի երևում մարդկանց մեջ, նա ոչինչ չի անում, դրա համար մոռացա, հեսա կարող է հիշեմ։ Սրա միջոցով է նախաձեռնել այդ գործընթացը։ Ես խնդրում եմ ձեզ, հարգելի ամերիկահայեր, այստեղ Վարդան Ղուկասյանի անձի խնդիրը չի, այստեղ ազատ խոսքը բանտարկելու խնդիրն է, փորձել բանտարկել ազատ խոսքը։ Ես նորից եմ ասում, երրորդ անգամ, այդ ազատ խոսքի մեջ այո կան ավելորդություններ, բայց ի վերջո ինքը այդքան համարձակություն ունի, քաջություն ունի այդ ազատ խոսքը հնչեցնել, բայց մի մոռացեք, որ նա իր խոսքով նաև շատ հարցեր է լուծում այստեղ, շատ հարցեր, որ չեն կարողանում լուծել այսօրվա տեղի անբան անգործ ձրիակեր նախարարներն ու մանդատակիրներ այդ ՔՊ-ի կոչվածի։ Լիլիթ Մակունց, հիշեցի, այդ անգործ դեսպանը, տեսել եք նա որևէ միջոցառման մասնակցի, որը Հայաստանի համար նպաստավոր լինի։ Այդ անգործների բանակն էլ այսօր հետապնդում է Վարդան Ղուկասյանին։ Նրա նպատակը Հայաստանում փորձել հաստատել օրինականություն եւ պատժել Հայաստանի սնանկացման, Հայաստանի արտաքին անվտանգության մեջ վնասակար ներդրում ունեցած, Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ վնասակար ներդրում ունեցած պաշտոնյաներին։ Եվ ես ասել եմ ու կրկնում եմ, պետք չի խորշել հայոյախոս բարեգործներից, պետք է խորշել վնգստացող հաճոյախոսներից, իսկ այսօր դրանց պակասը մեր իշխանության մեջ չի զգացվում։ Հարգելի, սիրելի ամերիկահայեր, ես ձեր ցավը տանեմ, ովքեր որ իմ խոսքին հավատում են, խնդրում եմ վաղը ներկա լինել առավոտյան ժամը 8-ին իմ նշած հասցեում Las Vegas Immigration Court դատարանի առջև եւ սատարել Վարդան Ղուկասյանին։ Նորից եմ կրկնում, մենք ստեղ Վարդան Ղուկասյանին չենք, անձը չենք սատարում։
մենք ուզում ենք կանխել խոսքի բանտարկությունը եւ Ամերիկան, որ հայտնի է իր ժողովրդավարական արժեքներով, խոսքի ազատությունը խրախուսելու իր մշտական դիրքորոշմամբ, կարծում եմ, որ այնտեղ ապրող մեր հարգելի հայերը պետք է անսան իմ խնդրանքին, լսեն խնդրանքը եւ վաղը ժամը 8-ին հավաքվեն Immigration Court։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Խոսքս այս անգամ ուղղում եմ Ամերիկայի մեր հարգելի հայ համայնքին։ Վաղը ընթերցեմ, որովհետև օտարալեզու է, 110 համար CT PKWY CTE 400 Vegas համար 8906 Las Vegas Immigration Court դատարանում տեղի ունենալու Վարդան Ղուկասյանի հետ կապված դատավարություն։ Ես խնդրում եմ աջակցենք Վարդան Ղուկասյանին։ Դե մենք այստեղից ֆիզիկապես չենք կարող աջակցել, բայց դուք այդտեղ կարող եք հավաքվելով դատարանի առաջ աջակցել։ Գիտեք, ես Վարդան Ղուկասյանին անձամբ չեմ ճանաչում։ Մենք երբևէ չենք շփվել։ Բայց ես գտնում եմ, որ նրա գործունեությունը հայրենանվեր է։ Անկեղծ ասեմ, շատ անգամներ մեր մասնավոր քննարկումների ընթացքում, զրույցների ընթացքում ես քննադատել եմ իրեն առանձին անձանց վերաբերյալ իր կարծիքի, ընտանիքի անդամներին վիրավորելու հայհոյանքների համար։ Բայց բոլոր դեպքերում ընդունենք այն ճշմարտությունը, որ իր գործունեությունը հայրենանվեր է։ Կարող է առանձին անձանց համար ցանկալի չէ։ Բնական է, ցանկալի չի ընտանիքի անդամի վերաբերյալ հայհոյանք լսելը։ Կրկնում եմ, ես բազմաթիվ առիթներով, որ առիթելի ինքն էլ կխոստովանի, ես քննադատել եմ իրեն։ Բայց այնուամենայնիվ միակ մարդն է, որ այսօր անկաշկանդ քննադատում է այս իշխանություններին եւ չունենալով Հայաստանում որևէ կենսական շահ քննադատում է եւ ճիշտ է անում։ Այսօր խոսակցություններ են շրջանառում, թե նրան հետապնդելու գործում խառն են նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, անկեղծ ասած ես չեմ հավատում։ Այստեղ խառն է մի հոգի, ում սպառնում է Վարդան Ղուկասյանը։ Այդ մի հոգու անունը ինչքան էլ զզվում եմ տալ, բայց Նիկոլ Փաշինյանն է։ Եվ իր չկայացած դեսպան կոչեցյալի միջոցով անուն ազգանունն էլ մոռացա, այնքան որ չի երևում մարդկանց մեջ, նա ոչինչ չի անում, դրա համար մոռացա, հեսա կարող է հիշեմ։ Սրա միջոցով է նախաձեռնել այդ գործընթացը։ Ես խնդրում եմ ձեզ, հարգելի ամերիկահայեր, այստեղ Վարդան Ղուկասյանի անձի խնդիրը չի, այստեղ ազատ խոսքը բանտարկելու խնդիրն է։ Փորձել բանտարկել ազատ խոսքը։ Ես նորից եմ ասում, երրորդ անգամ, այդ ազատ խոսքի մեջ այո կան ավելորդություններ։ Բայց ի վերջո ինքը այդքան համարձակություն ունի, քաջություն ունի այդ ազատ խոսքը հնչեցնել։ Բայց մի մոռացեք, որ նա իր խոսքով նաև շատ հարցեր է լուծում այստեղ։ Շատ հարցեր, որ չեն կարողանում լուծել այսօրվա ստեղի անբան անգործ ձրիակեր նախարարներն ու մանդատակիրներ այդ ՔՊ-ի կոչվածի։ Լիլիթ Մակունց, հիշեցի, այդ անգործ դեսպանը, տեսել եք նա որևէ միջոցառման մասնակցի, որը Հայաստանի համար նպաստավոր լինի։ Այդ անգործների բանակն էլ այսօր հետապնդում է Վարդան Ղուկասյանին։ Նրա նպատակը Հայաստանում փորձել հաստատել օրինականություն եւ պատժել Հայաստանի սնանկացման, Հայաստանի արտաքին անվտանգության մեջ վնասակար ներդրում ունեցած, Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ վնասակար ներդրում ունեցած պաշտոնյաներին։ Եվ ես ասել եմ ու կրկնում եմ, պետք չի խորշել հայրախոս բարեգործներից, պետք է խորշել վնգստացող հաճոյախոսներից։
իսկ այսօր դրանց պակասը մեր իշխանության մեջ չի զգացվում։ Հարգելի, սիրելի ամերիկահայեր, ես ձեր ցավը տանեմ, ովքեր որ իմ խոսքին հավատում են, խնդրում եմ վաղը ներկա լինել առավոտյան ժամը 8-ին իմ նշած հասցեում Լաս Վեգասի Immigration Court դատարանի առջև եւ սատարել Վարդան Ղուկասյանին։ Նորից եմ կրկնում, մենք ստեղ Վարդան Ղուկասյանին չենք, անձը չենք սատարում։ Մենք ուզում ենք կանխել խոսքի բանտարկությունը եւ Ամերիկան, որ հայտնի է իր ժողովրդավարական արժեքներով, խոսքի ազատությունը խրախուսելու իր մշտական դիրքորոշմամբ, կարծում եմ, որ այնտեղ ապրող մեր հարգելի հայերը պետք է անսան իմ խնդրանքին, լսեն խնդրանքը եւ վաղը ժամը 8-ին հավաքվեն Immigration Court Լաս Վեգասի դատարանի առջև՝ ի պաշտպանություն խոսքի ազատության։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Խոսքս այս անգամ ուղղում եմ Ամերիկայի մեր հարգելի հայ համայնքին։ Վաղը ընթերցեմ, որովհետև օտարալեզու է, 110 համար CT PKWY CTE 400 Vegas համար 8906 Las Vegas Immigration Court դատարանում տեղի ունենալու Վարդան Ղուկասյանի հետ կապված դատավարություն։ Ես խնդրում եմ աջակցենք Վարդան Ղուկասյանին։ Դե մենք այստեղից ֆիզիկապես չենք կարող աջակցել, բայց դուք այդտեղ կարող եք հավաքվելով դատարանի առաջ աջակցել։ Գիտեք, ես Վարդան Ղուկասյանին անձամբ չեմ ճանաչում։ Մենք երբևէ չենք շփվել։ Բայց ես գտնում եմ, որ նրա գործունեությունը հայրենանվեր է։ Անկեղծ ասեմ, շատ անգամներ մեր մասնավոր քննարկումների ընթացքում, զրույցների ընթացքում ես քննադատել եմ իրեն առանձին անձանց վերաբերյալ իր կարծիքի, ընտանիքի անդամներին վիրավորելու հայհոյանքների համար։ Բայց բոլոր դեպքերում ընդունենք այն ճշմարտությունը, որ իր գործունեությունը հայրենանվեր է։ Կարող է առանձին անձանց համար ցանկալի չէ։ Բնական է, ցանկալի չի ընտանիքի անդամի վերաբերյալ հայհոյանք լսելը։ Կրկնում եմ, ես բազմաթիվ առիթներով, որ առիթելի ինքն էլ կխոստովանի, ես քննադատել եմ իրեն։ Բայց այնուամենայնիվ միակ մարդն է, որ այսօր անկաշկանդ քննադատում է այս իշխանություններին եւ չունենալով Հայաստանում որևէ կենսական շահ քննադատում է եւ ճիշտ է անում։ Այսօր խոսակցություններ են շրջանառում, թե նրան հետապնդելու գործում խառն են նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, անկեղծ ասած ես չեմ հավատում։ Այստեղ խառն է մի հոգի, ում սպառնում է Վարդան Ղուկասյանը։ Այդ մի հոգու անունը ինչքան էլ զզվում եմ տալ, բայց Նիկոլ Փաշինյանն է։ Եվ իր չկայացած դեսպան կոչեցյալի միջոցով անուն ազգանունն էլ մոռացա, այնքան որ չի երևում մարդկանց մեջ, նա ոչինչ չի անում, դրա համար մոռացա, հեսա կարող է հիշեմ։ Սրա միջոցով է նախաձեռնել այդ գործընթացը։ Ես խնդրում եմ ձեզ, հարգելի ամերիկահայեր, այստեղ Վարդան Ղուկասյանի անձի խնդիրը չի, այստեղ ազատ խոսքը բանտարկելու խնդիրն է։ Փորձել բանտարկել ազատ խոսքը։ Ես նորից եմ ասում, երրորդ անգամ, այդ ազատ խոսքի մեջ այո կան ավելորդություններ։ Բայց ի վերջո ինքը այդքան համարձակություն ունի, քաջություն ունի այդ ազատ խոսքը հնչեցնել։ Բայց մի մոռացեք, որ նա իր խոսքով նաև շատ հարցեր է լուծում այստեղ։ Շատ հարցեր, որ չեն կարողանում լուծել այսօրվա ստեղի անբան անգործ ձրիակեր նախարարներն ու մանդատակիրներ այդ ՔՊ-ի կոչվածի։ Լիլիթ Մակունց, հիշեցի, այդ անգործ դեսպանը, տեսել եք նա որևէ միջոցառման մասնակցի, որը Հայաստանի համար նպաստավոր լինի։ Այդ անգործների բանակն էլ այսօր հետապնդում է Վարդան Ղուկասյանին։ Նրա նպատակը
Հայաստանում փորձել հաստատել օրինականություն եւ պատժել Հայաստանի սնանկացման, Հայաստանի արտաքին անվտանգության մեջ վնասակար ներդրում ունեցած, Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ վնասակար ներդրում ունեցած պաշտոնյաներին։ Եվ ես ասել եմ ու կրկնում եմ, պետք չի խորշել հայրախոս բարեգործներից, պետք է խորշել վնգստացող հաճոյախոսներից, իսկ այսօր դրանց պակասը մեր իշխանության մեջ չի զգացվում։ Հարգելի, սիրելի ամերիկահայեր, ես ձեր ցավը տանեմ, ովքեր որ իմ խոսքին հավատում են, խնդրում եմ, վաղը ներկա լինել առավոտյան ժամը 8-ին իմ նշած հասցեում Լաս Վեգասի Immigration Court դատարանի առջև եւ սատարել Վարդան Ղուկասյանին։ Նորից եմ կրկնում, մենք ստեղ Վարդան Ղուկասյանին չենք, անձը չենք սատարում։ Մենք ուզում ենք կանխել խոսքի բանտարկությունը եւ Ամերիկան, որ հայտնի է իր ժողովրդավարական արժեքներով, խոսքի ազատությունը խրախուսելու իր մշտական դիրքորոշմամբ, կարծում եմ, որ այնտեղ ապրող մեր հարգելի հայերը պետք է անսան իմ խնդրանքին, լսեն խնդրանքը եւ վաղը ժամը 8-ին հավաքվեն Immigration Court Լաս Վեգասի դատարանի առջև՝ ի պաշտպանություն խոսքի ազատության։